Հայաստան խմբակցության անդամ Ագնես Խամոյանի ու ազգային ժողովի փոխնախագահի տեղին հավակնող Հայկ Կոնջորյանի մեջ լեզվակռիվ է բորբոքել Կոնջորյանի կնոջ աշխատավարձի քննարկումը։ Այդ մասին հարց բարձրացրած Խամոյանին պատասխանելիս Կոնջորյանն անցել է անձնական տիրույթ, ընդդիմադիր պատգամավորը հորդորել է փոխել տոնը։ Վարչության պետից հայփոստի տնօրեն այդ ցածկը կարծում եմ շատ արագ է ստացվել եւ վստահաբար ձեր ազդեցությունը եւ ձեր մասնակցությունը դրանում եթե ոչ ուղիղ, ապա ակնհայտորեն եղել է։ Երբ որ դուք խոսում եք իմ կնոջ կարիերայի ցածկի եւ այլնի մասին, դուք ավելավա խոսեք ձեր կարիերայի ցածկի մասին, թե դուք ոնց հերթատեսային տաղավարից հայտնվեցիք այստեղ։ Իմ կինը ի տարբերություն ձեզ պետական բյուջեից աշխատավարձ չի ստացել, տիկին Խամոյան։ Դուք ոչ միայն պետական բյուջեից աշխատավարձ եք ստացել, դուք վերջին 5 տարիներին հարկատուների գումարով ստացել եք աշխատավարձ եւ գործի չեք եկել, տիկին Խամոյան։ Դուք աշխատանքի չեք եկել։ Դուք վատնել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերը, որոնք որ նրանք տվել են որպես ձեզ վարձատրություն։ Ես ձեզ թույլ չեմ տա այլևս երբեք այդ տոնով եւ այդ ոճով խոսել ինձ հետ։ Ես ձեզ չեմ վիրավորել, ես ձեր կնոջը բացարձակապես չեմ վիրավորել, ձեր կնոջ դեմ ոչինչ չունեմ, չեմ ճանաչում, որևէ գնահատական տալ չեմ կարող։ Ես բարձրացրել եմ հարցադրումներ, որոնք մեկ շաբաթ շարունակ մամուլը բարձրաձայնում է։ Եվ դուք այս միջանցքներից ճողոբրում եք եւ որևէ հարցի չեք պատասխանում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս մտերմաբար։ Փոխեք ձեր տոնը, հատկապես եթե այստեղ եք նստելու։ Փոխեք ձեր ոճը։ Դա ձեզ ոչ մի լավ տեղ չի հասցնելու։ Ինչ է նշանակում։ Բա դուք որտեղից եք եկել հասել այդտեղ։ Այնտեղից որտեղից որ դուք եք եկել։ Լրագրողական հանրությունից, երբ որ ես կենթանի մարդկանց հետ հարցազրույցներ էի անում, դուք լրագիրում երևակայական հարցազրույցների շարք էիք հրապարակում, իդեպ շատ հավանում էի եւ կարդում էի։ Ինչ է ասում պարոն Կոնջորյանը։ Ասում է նորմալ է, որ $10,000 աշխատավարձ է ստանում հայփոստի տնօրենը։ Ասում է դե դուք ոչինչ որ պատգամավոր եք, բայց մի հատ օգնական չունեք ձեր եղածները հետ, չի։ Պարոն Կոնջորյան, այո, հայփոստը 3500 աշխատակից ունի։ 1200-ը դրանցից փոստատարներ են։ Գիտեք որքան աշխատավարձ են ստանում։ 80,000 դրամ։ Հայփոստի տնօրենը, որը վնասով է աշխատացնում, որը վարկային միջոցներ է ներգրավում, ամսական $10,000 աշխատավարձ է ստանում։ Շարքային աշխատակիցը 45 անգամ պակաս աշխատավարձ է ստանում։ Դուք վերջին անգամ հայփոստ երբ եք մտել, շենքային պայմանները տեսել եք, իսկ գիտեք, որ ծառայությունները կրկնակի թանկացել է, երբ որ պետության կառավարմանն է հանձնվել, կամ է ձեր ոճը, էլի, անունը դնում եք վերցնում ենք օլիգարխներից, չգիտեմ ումերից, տալիս ենք ժողովրդին չեք տալիս, ձեր համար դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն։